Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, այսօր մարտի 13-ն է և այս հաղորդման ընթացքում հիմնականում կենտրոնանալու ենք Եվրոպական խորհրդարանի քննարկվող բանաձևի վրա, որը որ այսօր է արդեն դրվում քննարկության, շատ կարևոր հայտարարություններ են հնչել, շատ հետաքրքիր քննարկում է եղել Եվրոպական խորհրդարանում, որը որ վերաբերվել է Հայաստանին, Ադրբեջանին, Արցախին և Արցախում կալանավորված անօրինական կալանավորված անձանց, որոնք որ տեղափոխվել են Բաքու, այս հարցերը մենք անպայման մանրամասն կքննարկենք, դրանից բացի նաև կքննարկենք միջազգային կարևոր իրադարձությունները։ Սկսում ենք ավանդաբար Հայաստանից և ինչպես արդեն նշեցի, ամենակարևոր և հիմնական թեման այն է, որ երեկ Եվրոպական խորհրդարանը քննարկում էր Բաքվում հայ կալանավորների նկատմամբ անօրինական շինծու արագացված ռեժիմով ընթացող այդ դատավարությունները, բավականին ծավալուն ելույթներով են հանդես եկել տարբեր պատգամավորներ Եվրոպական խորհրդի, հնչել են բազմաթիվ գնահատականներ, շատ լուրջ գնահատականներ, որոնք որ դատապարտում են Բաքվի գործողությունները, անվանելով դրանք հակամարտկային, բռնապետական, նույնիսկ համեմատել են ստալինյան գործողությունների հետ, հստակ նշելով, որ դրանք անընդունելի են եվրոպական սրտում, հաստատի Ադրբեջանը ևս նրանք համարում են, որ Եվրոպայի մաս է, իր տարածքով Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, և նրանք ասում են, որ այդպիսի բռնապետական համակարգի գոյությունը, որը որ չի ենթարկվել այս պահի դրությամբ պատժամիջոցների, որի հետ որ խորացնում է հարաբերությունները Եվրոպան, նաև խոսում է ռազմավարական հարաբերություններից, հստակ, այսինքն ինչն է իմ դուրը գալիս, որ պատգամավորները իրենց էլ կարող են քննադատել, քննադատում են Եվրոպան, քննադատում են եվրոպական քաղաքականություն Ադրբեջանի նկատմամբ, ասում են, որ էթնիկ զտում է տեղի ունեցել Արցախում, Արցախը հայաթափվել է, դա հանցագործություն է մարդկության դեմ, բազմաթիվ պատգամավորներ են Ֆրանսիայից, Լիտվայից, Գերմանիայից և շատ այլ երկրներից բազմաթիվ պատգամավորներ հանդես են եկել ելույթներով, հստակ նշելով, որ այն ինչ տեղի ունենում Բաքվում հակամարտկային է, հակաօրինական, հակահայկական բնույթ ունի և ոչ մի ձևով չի կարող այն համարվել օրինական, այդ դատավարությունը օրինական չի կարող համարվել, նրանց նպատակը այն է, որ ցուցադրական շինծու դատավարություն իրականացնեն և աշխարհի աչքերին թոզ փչեն, ցույց տան, որ իբր դատավարություն է տեղի ունեցել իրենց երկրում, բայց այդ դատավարությունը, ինչպես արդեն նշեցի, հստակ և լուրջ քննադատությունների տեղիք է տվել, պատգամավորները նաև հիշել են այն, որ Ադրբեջանը բռնագրավել է Հայաստանից տարածք, այն, որ Ադրբեջանը ձգտում է նոր պատերազմի, չի ուզում խաղաղության, ասում են, որ Հայաստանը մեծ աշխատանք է տարել նաև մարդու իրավունքների ուղղությամբ, ժողովրդավարության ուղղությամբ և Հայաստանը ձգտում է խաղաղության, փաստացի Հայաստանը ուզում է խաղաղություն, իսկ Ադրբեջանը չի ձգտում խաղաղության։ Հիմնականում բոլոր ելույթները այս ամենի շուրջ էին, իրենց էլ էին դատապարտում, որ նորմալ ձևով չեն կարողացել արձագանքել Արցախի էթնիկ զտմանը և այսպիսով կոչ են անում այսօր արդեն քվեարկության դնել այդ բանաձևը, բավականին խիստ և լուրջ բանաձև է, ես կարծում եմ, որ դրանով է առաջնորդվելու եվրոպական քաղաքականությունը արդեն Ադրբեջանի նկատմամբ, քանի որ նախ այդ ամենը քննարկվում է Եվրոպական խորհրդարանում, ստանում է արդեն բանաձևի տեսք և հետո արդեն Եվրոպական միության ներկայացուցիչները, պաշտոնյաները սկսում են իրենց քաղաքականությունը որդեգրել այս կամ այն երկրի նկատմամբ և հիմա հերթը փաստացի հասել է Ադրբեջանին, քանի որ իրոք արդեն մի քանի տարի է այդ ամենը, ինչ որ տեղի է ունեցել, նորմալ ձևով Եվրոպան ցավոք չի արձագանքել։ Ճիշտ է, մենք ունեցել ենք մի քանի կարևոր բանաձևեր, բայց այս բանաձևը ես կարծում եմ, որ մի փոքր տարբերվում է դրանից, այս բանաձևում ավելի մեծ ուշադրություն է հատկացնում կոնկրետ Արցախի հայությանը, հայերին և այդ դատավարությանը, շատ կարևոր է նշել, որ այդ բանաձևում հստակ տեղ է գտնելու այն, որ բոլորը Ադրբեջանում դրանք բռնավորներ են, բռնավորներ և ոչ թե ինչ-որ հանցագործներ, որոնց նկատմամբ որ դատավարություն է ընթանում, այլ կոնկրետ
բեռնավորներ։ Ինչպես արդեն նշեցի, այսօր արդեն քվեարկությունն է տեղի ունենալու, ես գրեթե համոզված եմ, որ այդ բանաձևը կընդունվի։ Հիմա դուք կասեք, թե ինչ իմաստ ունի այս բանաձևը, ինչ իմաստ ունի եւ այլ բանաձևեր եւս ընդունվել են Ադրբեջանի նկատմամբ, բայց ինչ է տեղի ունեցել, ասեմ հետեւյալը. այս բանաձևը արդեն քաղաքականություն է, Եվրոմիության քաղաքականությունն է Ադրբեջանի գործողությունների եւ օրեցօր այդ քաղաքականությունը ավելի հստակ ձև է ստանում։ Պատահական չէ, որ Ադրբեջանը բողոքում է Եվրոմիության դիտորդական առաքելությունից։ Իմիջայլոց, որպեսզի մենք հասկանանք, թե ինչ է կատարվում, երեք ես վրացական ընդդիմադիր թերթերից մեկում, իմիջայլոց ռուսալեզու թերթերից մեկում տեսա մի հետաքրքիր հոդված, որտեղ որ նրանք վերցրել էին այդ հոդվածը ադրբեջանական լրատվամիջոցներից, թե իբր Հայաստանը ապրիլին Եվրոմիության դիտորդական առաքելության օգնությամբ պատրաստվում է պատերազմի ընդդեմ Ադրբեջանի։ Ճիշտ է, այդ հոդվածի մեջ հետաքրքիր ձևով ամեն ինչ ներկայացված էր, որ Ադրբեջանը այդպիսի քաղաքականություն է վարում, ներկայացնելով Եվրոմիության դիտորդներին որպես թշնամի, այսինքն խմբագրությունը նույնպես նաև ներկայացրել էր իրականությունը, փորձել էր ներկայացնել իրականությունը, այսինքն Վրաստանում նաև ընդդիմադիր թերթերը հասկանում են այն տենդենսը, որը որ կա Ադրբեջանում, ինչ է տեղի ունենում Ադրբեջանում, եւ հստակ հասարակությանն են ներկայացնում, որ Ադրբեջանը այդպիսի շինծու մեղադրանքներ եւ ինչ որ գործողություններով նոր կոնֆլիկտ է հասունացնում Հայաստանի հետ, թշնամի դարձնելով նաև Եվրոպային։ Բայց մեզ համար կարևորը այն է, որ ես ճիշտ ասած ադրբեջանական թերթերը շատ չեմ հետևում եւ երբ որ տեսա վրացական թերթերում այդ հրապարակումը, կրկին նշեմ, որ բավականին կոռեկտ էր այն առումով, որ լրացումներ կար այդ ադրբեջանական հոդվածի տակ, որով որ հասկանում ես հստակ, որ Ադրբեջանը ինքն է ցանկանում լարել հարաբերությունները Եվրոմիության հետ, Եվրոմիությանը թշնամի է համարում, բայց այս տենդենսը իրոք շատ վատ է եւ պատահական չէ, որ այդպիսի հոդվածներ են գրվում Ադրբեջանում, թե իբր Հայաստանն է հարձակվելու Ադրբեջանի վրա, ապրիլին նախատեսում են հարձակում եւ այդ հարձակումը տեղի ունենալու եվրոպական դիտորդների աջակցությամբ։ Այսինքն Ադրբեջանում հասկանում են, որ ահա այսպիսի բանաձևեր են ընդունվում ընդդեմ իրենց եւ պետք է հստակ թշնամու կերպար տալ Եվրոպային, Եվրոմիության դիտորդական առաքելությանը եւ փորձել դրանով ավելի լարել իրավիճակը, ինչպես որ օրինակի համար Ռուսաստանի Դաշնությունն է անում, Եվրոպային ներկայացնելով որպես թշնամի, մեկ-մեկ մեր նաեւ հայ հայրենակիցները, որոնք որ բնակվում են Ռուսաստանում կամ ոչ միայն Ռուսաստանում, լսելով ռուսական քարոզչությունը մտածում են, որ ահա Եվրոպան թշնամի հայ ժողովրդին, այդպես էլ համարում են ադրբեջանցիները, այդպես էլ համարում են ռուսները, միասին ընդհանուր սկսում են երգել նույն երգը, բայց ես ինչպես արդեն նշեցի, շատ հեռու է Ադրբեջանը, Ռուսաստանը Եվրոպայից, որ կարողանան նույնիսկ իրենց քննադատել։ Եվրոպական խորհրդարանում այդ քննարկումների ընթացքում հաստատի Եվրոպական միության падգամավորները, անդամ երկրների падգամավորները քննադատում էին իրենց, որ Եվրոպան ոչինչ նորմալ չի արի, երբ որ տեղի ունեցել էթնիկ զտումը եւ մարդու իրավունքներն են խախտվել եւ հիմա այս դատավարության ընթացքում, երբ որ Ադրբեջանը հարձակվել է Հայաստանի վրա, Եվրոպան ոչինչ նորմալ չի արել։ Ահա սա է ինձ դուր գալիս, որ Եվրոպայում կարող են իրենց քննադատել, փորձել ուղղել իրենց քաղաքականությունը եւ նոր ճիշտ ավելի քաղաքականություն որդեգրել Հայաստանի նկատմամբ։ Բայց այստեղ կարևոր է նաև ավելացնել այն, որ մենք էլ պետք է փոխվենք։ Մենք պետք է փոխվենք եւ նախկինի նման չուրախանանք ուղղակի դատարկ խոսքերից, բանաձևերը ես դատարկ չեմ անվանի, քանի որ շատ կարևոր են, համարում եմ, որ դրանք քաղաքականություն են դառնալու Ադրբեջանի դեմ, ասածս այն է, որ այդպիսի բանաձևերից եւ քննարկումներից մենք պետք է ճիշտ օգտվենք։ Այդտեղ խոսք կար նաև այն մասին, որ Հայաստանը հիմա ստանում է զենք եվրոպական խաղաղության հիմնադրամի միջոցով, դա չափազանց կարևոր է եւ մենք ուղղակի օգտվելով առիթից պետք է ճիշտ սկսենք աշխատել նույն Եվրոմիության հետ, հաշվի առնելով այն, որ Եվրոմիությունը դառնում է հիմա, եթե չասենք նույնիսկ ռազմաքաղաքական կառույց, ապա ռազմական լուրջ բաղադրիչ ունեցող կառույցի է վերածվում եւ եթե նախկինում եվրոպական խորհրդարանի բանաձևերը զուտ մարդասիրական էին եւ խորհրդատվական բնույթ ունեին երկրների համար, ապա Եվրոպայի
ռազմական պոտենցիալի ավելացմամբ դրանք շատ լուրջ եւ ավելի մեծ կշիռ են ձեռք բերում։ Սա եւս մենք պետք է հասկանանք եւ ճիշտ աշխատանք տանենք այդ ուղղությամբ։ Այսինքն նախկինի նման դատարկ տեղը ողջևորվել պետք չէ, այլ կոնկրետ այդպիսի բանաձևեր երբ որ ընդունում են, մենք պետք է ճիշտ աշխատանք տանենք մեր եվրոպացի գործընկերների հետ, մեր ամերիկացի գործընկերների հետ կամ մեր օրինակի համար հնդիկ գործընկերների հետ։ Հույսով եմ պարզ է այս ամենը, անցնենք այլ հարցերի։ Խոսենք հիմա միջազգային կարևոր հարցերից եւ կրկին ուշադրության մեր կենտրոնում Ուկրաինան է, քանի որ հիմա Ուկրաինայի շուրջ իրոք շատ արագ դեպքեր են սկսել զարգանալ։ Երեք մենք գիտենք, որ Ֆրանսիայի պաշտպանության նախարարը Սեբաստիան Լեկորնյուն հանդիպում էր ունեցել մի շարք պաշտպանության նախարարների հետ եւ նա հետագայում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ 15 երկրների հետ 15 եվրոպական երկրների հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն, որպեսզի նրանք հետագայում ստանձնեն Ուկրաինայի անվտանգությունը։ Եվ նա ասում է, որ իրենք քննարկել են Ուկրաինայի նոր անվտանգային ճարտարապետությունը։ Նա ասում է, որ սա յուրահատուկ նոր հանդիպում է, որը առաջինը տեղի ունեցել Բերլինում, հետագայում Վարշավայում եւ հիմա Փարիզում եւ փաստացի լուրջ ձևով սկսել են համատեղել իրանց քայլերը եվրոպական երկրների պաշտպանության նախարարները։ Եվ եթե նախկինում նման փորձ այդքան էլ չի եղել Եվրամիության մեջ, այսինքն հիմա արդեն նաև պաշտպանության նախարարների մակարդակով լուրջ հանդիպումներ են տեղի ունենում, որոշումներ են կայացվում, դրանից բացի մենք տեսնում ենք, որ երկրների թե խորհրդարանները եւ թե կառավարությունները լիարժեք տրամադրված են աջակցել այդպիսի նախաձեռնություններին, հիմա բավականին լուրջ տեղ է հատկացվելու ռազմական բյուջեներին եւ այդպիսի հանդիպումները իրոք շատ բան են փոխում Եվրոպայի մեջ, այսինքն ինքը Եվրոպան, Եվրոմիությունը բավականին լուրջ ձևով հիմա տրանսֆորմացվում է։ Հետաքրքիր այն է, որ այդ հանդիպումներին մասնակցում է նաև Մեծ Բրիտանիան եւ Ֆրանսիայի պաշտպանության նախարարը նշել է, որ հաջորդը տեղի կունենա արդեն Իտալիայում հաջորդ հանդիպումը եւ հետո Մեծ Բրիտանիայում։ Կարծես թե Մեծ Բրիտանիան վերադառնում է Եվրոմիություն, ճիշտ է Եվրոմիության անդամ չի, բայց ճիշտ է Եվրոմիության անդամ չէ, բայց ընդհանուր քաղաքականությունը Մեծ Բրիտանիայի համընկնում է հստակ Եվրոմիության քաղաքականության հետ եւ պաշտպանության առումով նրանք արդեն հստակ ցույց են տալիս, որ նրանք միասին են։ Ամերիկայի Միացյալ Նահանգների հատուկ բանագնաց Ստիվ Ուիթկովը հիմա արդեն հաջորդ շաբաթ այցելելու է Մոսկվա եւ այնտեղ կներկայացվեն Թրամփի կողմից առաջարկությունները պատերազմի դադարեցման առումով։ Իմիջիայլոց այսօր Վլադիմիր Պուտինը մամլո ասուլիսով է հանդես գալու Լուկաշենկոյի հետ եւ հնարավոր է նաեւ անդրադառնա Ամերիկա-ուկրաինական բանակցություններին եւ 30 օրյա այդ հնարավոր հրադադարին։ Տեսնենք թե ինչ է հայտարարելու այդ մասով Վլադիմիր Պուտինը, այս մասին խոսել է Պեսկովը, որ նման հայտարարություն կարող է լինի նախագահի կողմից, Ռուսաստանի Դաշնության նախագահի, երեք նա նաև հայտարարություններ էր անում Կուրսկի մասով, փաստացի զեկուցել էին նրան, որ գրեթե ավարտված է Կուրսկի օպերացիան եւ ուկրաինական զորքերը շրջափակման մեջ են։ Նաև խոսք կար, որ նրանց հետ պետք է վերաբերվեն որպես ահաբեկիչների, ասում էին, որ 60,000-ից ավել կորուստներ ունեցել Ուկրաինան եւ այլն, բայց կարծես թե այս պահին դեռևս ուկրաինական զորքերը այնուամենայնիվ մնում են Կուրսկի շրջանում։ Թրամփն էլ է արել մի քանի հայտարարություն, ինչալից մենք երեք խոսել ենք այն մասին, որ Reuters-ի հաղորդմամբ տարածքային հարցեր չեն քննարկվել այդ հանդիպումների ընթացքում ուկրաինական եւ ամերիկյան կողմի միջև, բայց Թրամփը ասում է, որ չէ, նման հարցեր քննարկվել են, նաեւ տարածքային հարցեր են քննարկվել։ Թրամփը իմիջիայլոց նաեւ ասում է, որ եթե Ռուսաստանի Դաշնությունը չընդունի Ամերիկայի առաջարկները, ամերիկյան կողմի առաջարկները խաղաղության մասով, ապա Ամերիկայի Միացյալ Նահանգները դեռևս շատ անելիք ունի, այսինքն նոր պատժամիջոցներ եւ կարող են ընդհանրապես ջախջախել ռուսական տնտեսությունը։ Հստակ սպառնում է Թրամփը փաստացի Ռուսաստանին, ճիշտ է ինչ որ մեկ-մեկ շատ նաեւ մեղմ ձևով է սպառնում, բայց սպառնում է, որ եթե դուք չընդունեք մեր առաջարկները, մենք կձեռնարկենք շատ լուրջ միջոցներ ընդդեմ Ռուսաստանի։ Եվ հիմա արդեն մենք տեսնում ենք, որ նավթի գներն են բավականին լուրջ ձևով նվազում, կտրուկ ձևով նվազում են
Ճիշտ է, դա նաև ինչ-որ միտեղ հարվածում է զարգացած երկրների տնտեսություններին, Եվրամիություն, Ամերիկայի Միացյալ Նահանգները, Կանադա եւ այլն, բայց նույն ժամանակ նաև հարվածում է Ռուսաստանի տնտեսությանը, քանի որ Ռուսաստանի տնտեսությունը հիմնականում կախված է նավթի գներից։ Եվ Թրամփը ասում է, որ նավթի գների նվազումը շատ կարևոր է, հիշում եք, նա նաև ուսանում էր նավթի գները նվազեցնել, որպեսզի մեծ հարված ստանա Ռուսաստանի տնտեսությունը, դրա մասին ինքը շատ բաց էր խոսում, բայց ինքը ասում է, որ դա նաև դրական է ազդելու Ամերիկայի տնտեսության վրա, քանի որ ընդհանուր առմամբ գների նվազում է տեղի ունենալու բոլոր ապրանքների նկատմամբ, բայց կա նաև կարծիք, որ դա մեծ տնտեսական խնդիրներ առաջացնելու բոլոր երկրներում։ Ինչ այլոց, քանի որ տնտեսությունից խոսեցինք, Թրամփը փաստացի նաև սպառնում է Եվրամիությանը տնտեսության մասով, ասում է, որ քանի որ Եվրամիությունը պատասխան մաքսատուրքեր սահմանեց, հիմա կրկին մեր հերթն է։ Հիշում եք, Կանադայի մասով 25% մաքսատուրքեր սահմանը, երբ որ հետո Կանադան էր սահմանել 25%-անոց մաքսատուրքեր, նա հայտարարել էր 50%-անոց մաքսատուրքերի մասին, բայց հետո հաջորդ օրը որոշել էր, որ այդ մաքսատուրքերը պետք է չեղարկի, նույնիսկ չգիտեմ, թե ամբողջությամբ է չեղարկել, թե 50-ից ելի նվազեցրել է 25%, ես կարծում եմ, որ Ամերիկայի Միացյալ Նահանգներում եւս դժվար թե հիմա հասկանան, թե իրականում ինչ է տեղի ունենում այդ մաքսային պատերազմների մեջ։ Այս պայմանությամբ այսքանը, սիրելի հայրենակիցներ, հաջողություն, կհանդիպենք։